ուզենք թե չուզենք այս ընտրություններն այլևս աշխարհաքաղաքական են, եւ այստեղ խոսակցությունը նաեւ ծավալվում է նրա շուրջ, թե ուր ենք գնալու հեռանկարում կամ ինչպես ենք մենք պատկերացնում մեր երկրի ապագան, եւ քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց տեսակետները, գործող քաղաքական մեծամասնությունը չի թաքցնում իր արևմուտքի հետ խորացող հարաբերությունների քաղաքականությունը, դրա հետ մեկտեղ, այո, նաև ստանում է պատասխաններ, որովհետև երբ որ դու մի կողմից անում ես եվրոպական քաղաքական համայնքի հանդիպում Երևանում, Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողով, եւ սա ուղիղ կամ անուղղակի աջակցություն է այդ պահի քաղաքական մեծամասնությանը, ապա այն խմբերը, որոնք ապավինում են Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմանը, պիտի անուղղակի աջակցություն ստանային Ռուսաստանից, որոնք իհարկե հենց այս համատեքստում էլ արվում են այս հայտարարությունները։ Գազի մասին խոսակցությունները, Օվերչուկը այսօր էլ է նման հայտարարություն արել, ելակի մասին հայտարարությունները, վարդերի մասին, ջերմուկի, ամենօրյա ռեժիմով մենք լսում ենք մի քանի ապրանքատեսակների անուններ, այդ թվում խոսվում է այն մասին, որ եթե լարսը փակեն հայկական տնտեսությունը կփլուզվի օրերի ընթացքում, գազի գների մասին, սրանք էլ են նախընտրական, այսպես ճակերտավոր ասած սպառնալիքներ, պարոն Խառատյան, եւ նպատակը որն է, այսպես վախի մթնոլորտում ընտրողներին փորձել մոբիլիզացնել, որպեսզի ընտրեն հենց այդ ուժի օգտին։ Եք իհարկե դրա ազդեցությունը մեր ընտրողի վրա չի կարելի թերագնահատել, բայց մենք սա առաջին անգամը չի եւ տարբեր իշխանությունների օրոք Ռուսաստանը իր ունեցած լծակները ոչ ֆորմալ մեթոդներով կիրառել է։ Ասենք օրինակ, կոնկրետ մեզ համար կարևոր ինչ-որ ապրանքների սեզոնին, որոնց մեծ մասը արտահանվում են Ռուսաստան, դեռ խնդիրներ են առաջացել, չգիտեմ, Ռոսխոզնadzorի կողմից կամ սահմանն է դանդաղ աշխատել։ Այդ նորություն չի, եղել են անգամներ, նույն եղել են նաև մինչև 2018 թվականը։